Ողջույն սիրելի հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ եւ հարազատներ։ Ձեզ ենք ներկայացնում մեր փոքրիկ զարմանահրաշ մոլորակը կրսեր դպրոցը։ Մեր մանկության մոլորակը խորհրդանշում է բարություն, խաղաղություն եւ ողջունում բոլորին։ Ողջույն, ողջույն։ Մեզանից 1600 տարի առաջ Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատը ցնծության մեջ էր։ Փողոցները ու հրապարակները կարծես տոնական տեսք էին ստացել։ Հրապարակներում բարձր ուզին հնչում են բամբերն ու ծուծեղը, ժողովուրդը երգում ու կարում, մարդիկ ծաղիկներին նվիրում իրար, շնորհավորում։ Մայիսի տարվա հայ ժողովուրդն առաջնախապտուշվել էր գրերի գյուտի վեստորը, որը գնում է դեպի քաղաքի գլխավոր դարպասները։ Այսօր գտնավորենք հայ մեծ գիտնական Մեսրոպ Պաշտոցին, հեռավոր Էդեսիա քաղաքից, նա բերում է իր հնարած հայրենի տարրերը։ Ժողովուրդը Մեսրոպ Պաշտոցին դիմավորեց քաղաքից դուրս, գլխավոր դարպասից քաղաքային նեղուկ։ Մինչև քաղաք երիտասարդները ձեռքերի վրա տան, մարդիկ ողջունում են եւ ծափահարում։ Բոլորն են ուրախ ու բարդ են, չէ՞ որ արդեն ունեն իրենց տարրերը եւ կարողանում են իրենց ազգային դպրոցներում հայերեն գրել ու կարդալ սովորել։ Նրա առաջնաշատերներ էին մեծ պատմաբան Մովսես Խոհենացի, Եղիշե Փիլիսոփա, Եզդի Գողաթին, մեծ զորավար Վարդան Մամիկոնյանը, Ղևոն Գերեցը եւ շատ անվանի մարդիկ։ Նա իր աղտոտափայլ գրիչով առաջին անգամ գրեց հայերեն առաջին նախադասությունը։ Ճանաչես իմաստություն եւ զրակ, իմանալ բանս անջարով։ Սիրելի հյուրեր, հարազատներ, նայեք ձեր շուրջ եւ դիտեք թե ինչքան լավ եւ կարևորական կամ անդուտերի զարմանահրաշ մոլորակը։ Մեր մոլորակը այնքան բազմազան է, այնքան հետաքրքիր, որ հնարավոր չէ ծանոթանալ բազմազանությունը։ Մեր մանկության զարմանահրաշ մոլորակում ապրում են հաստ և համերաշխ ազատաշրջում, 29 լույսի տարբեր վառու ժպտուն, շողեն սիրասում։ Իսկ գիտեք, թե որն է մեր երջանկության հաշտ ու համերաշխ լինելու այցեքարտը։ Իհարկե, շփիտը, որն ուզում եք նաև փոխանցել ձեզ։ Չկա սահման, խաղաղ
Մեզ համար հայ թանկ